Ֆրինյուզի եթերում լուրերից դուրս փոդքասթն է Երևան-Փարիզ միացում ձևաչափով Փարիզից ինձ հետ Աշխարհն է։ Բարև Արման ջան։ Ողջույն Գագիկ ջան, ինչպես ես Երևանում։ Դե լավ եմ Երևանում, բայց հետաքրքիր մի բան, էլի գիշերը մինչև ժամը 3-4-ը նստեցի, սպասեցի տեսնեմ համաշխարհային պատերազմը երրորդ կսկսի թե չէ, որտեղ բոլորը գուշակում են հեսասա սկսում է։ Են էլ Փառք Աստծո վերջին պահին Թրամփը ոնց որ ասած նորից ժամանակ տվեց Իրանին 2 շաբաթով, Իրանը նորից հայտարարեց, որ ինքը հաղթել է Ամերիկային, Ամերիկան ընդունել է իր բոլոր պայմանները, չգիտեմ, սկսենք սրանով, այս թեմայով, հետո շարունակենք արդեն մեր ներքաղաքական եւ Ֆրանսիայի ներքաղաքական թեմաներով։ Ու շատ կարևոր է իրոք լավ բրցանք, շատ կարևոր է որ դու կարողացար քո քունդ առնել, վերջի իմ այստեղ կարևորն էր իմանանք, որ Հորմուզի նեղուցը պիտի բացվի, եվրոպացիների համար շատ կարևոր էր ֆիքսել, որ 5-ից 10 ցենտով հնարավոր է մոտ օրերին, մասնավորապես Ֆրանսիայում դա են խոսում, որ վառելիքի գինը կցածրանա, որովհետև ինչպես գիտես, մարդիկ հատկապես դիզվառելիքը շատ ավելի թանկ է, դրա գների բարձրացման հետ կապված արդեն բնականաբար դա ազդում է ամեն ինչի վրա եւ այն ինչիով որ դու տագնապով էիր լցված, քանի որ լինելով Իրանին անմիջապես հարևան երկիր, օբյեկտիվորեն այո կար վտանգ, որովհետև տեսնում ենք թե Թրամփը ինչպես էր արդեն ցիվիլիզացիայի բնաջնջումից խոսում, Իրանի քաղաքակրթության վերջն էր։ Այո, եւ Փառք Աստծո, որ երկխոսությունը շարունակվում է եւ հուսանք, որ այս 2 շաբաթվա ընթացքում մի ինչ-որ լուծման կգանք, որովհետեւ ինչքանով հասկանում ենք, վերջ-վերջո ամերիկյան վարչախումբը դուրս գալու ուղիներ է փնտրում, հա, այս թնջուկից եւ հուսանք, որ այն կլինի այնպեսին, որ երկու կողմերն էլ չեն թողնի, հա, որոշ ժամանակ անց կոնֆլիկտը վերսկսելու ինչ որ տես ցանկություններ եւ հուսանք, թե այն կարող է դադարել։ Արման ջան, ճիշտ ասած ես լուրջ կասկածներ ունեմ, որ սա քայլ է դեպի խաղաղություն, լուրջ կասկածներ ունեմ, որ Միացյալ Նահանգները այտենց նահանջի կդիմի, որովհետև անգամ եթե այս պայմաններում բարի կամք դրսևորի եւ ընդունի Իրանի 10 կետանոց առաջարկը, դա բարի բուն իմաստով բառացիորեն Միացյալ Նահանգների կապիտուլյացիա է ընդհանրում, ու այստեղ Իրանը մի խորամանկության դիմեց, բայց որը օրինակ իմ կարծիքով, չգիտեմ, ես ինձ համարում եմ քաղաքակիրթ մարդ, քաղաքակիրթ մարդու տեսակետից անհասկանալի մի բան էր, այսինքն կոչ արվեց ժողովրդին համատարած տոտալ իրանական բոլոր գլխավոր օբյեկտների շուրջ կենթանի վահան կազմել, կանայք, երեխաներ, տղամարդիկ, ծերունիներ շարվել էին վիդեոներ գնացին, այո, եթերում։ Չէ, կան նաև վիդեոները, ես այսօր առավոտյան այդ տեսանյութերն տեսա, ընդ որում այդ տեսանյութերը տարածել էր հենց իրանական պետական հեռուստատեսությունը, ու հասկանում ես, եթե ամենայն դեպս, եթե Միացյալ Նահանգները հարվածներ հասցներ, ինչ էր տեղի ունենալու, իրապես ժողովրդասպանություն էր տեղի ունենալու եւ այդ մեղքի տակից Միացյալ Նահանգները դուրս չէր գալու։ Այսինքն այստեղ հնարավոր է նաեւ այդ տարբերակը, որ Թրամփը ուղղակի չուզեց այդ մեղքի տակ մտնել, հնարավոր է, որ հիմա կրկին բանակցային գործընթաց դեն ու հետո մի օր նորից Միացյալ Նահանգները սկսի իր ծրագիրը իրականացնել։ Սա նույնպես հնարավոր տարբերակ է։ Կարող ենք դա ընդունել որպես հնարավոր տարբերակ, ես ինքս կարծում եմ, որ դա ինչ տեսանք պրոպագանդային էր եւ ցույց տվեցին վիդեոներ, դու տեսել ես այսօր, ես երեկ էլ տեսա վիդեոներ նույն ուղղությամբ, պետք է մենք հասկանանք, որ Իրանի բնակչության մոտավորապես 20%-ը դա այդ բասիջիների, այդ հեղափոխության պահապանների անմիջականորեն
կցված ընտանիքներն են, հա, իրենք սնվում են, հա, այդ համակարգից։ Պետական պաշտոնյաների ընտանիքները կարելի ասել։ Կազմում է այդ 90 միլիոնանոց Իրանի 20% բնակչությունը, սակայն ես եթե նայենք այդ ինչ որ վիդեոներում տեսանք, ես չտեսա այդպիսի հոծ բազմություն, շատ ավելի շո կազմակերպված ինչ որ բաներ տեսանք, հա ավելի շատ դրոշներ, քան մարդիկ։ Ինչևէ, ուզեմ ասել, եւ վերջո օթային տարածքին Իսրայելը եւ Միացյալ Նահանգները բացարձակ տիրապետում են եւ այդ հարյուրավոր կամուրջները, որոնք կան Իրանում, եթե նրանք որտեղ կանգնած են մարդիկ չեն տրաքացվի, կարվեն ուրիշները, ուզեմ ասեմ, դա եւս մի ակցիա է Իրանի այդ ռեժիմի այսօրվա կողմից, որպեսզի ցույց տա, որ նրանք չեն ընկրկում պատերազմից, որպեսզի ցույց տան, որ նրանք չեն վախենում պատերազմից, բայց միևնույն ժամանակ նրանք ամբողջովին հյուծված են, որովհետև անընդհատ տեղ են ունենում գնդակոծություններ, նավթավերամշակման այդ ինչքան եւ ինչքան, հա, այդ 3-4 գործարանի հարվածել են Միացյալ Նահանգներն ու Իսրայելը։ Դրանք հզոր գործարաններ են եւ ինչ խոսք այստեղ միակ պահը, որ շատ մտահոգիչ էր Միացյալ Նահանգներին, դա Հորմուզի նեղուցն էր, որը մնում էր ոչ թե փակ, այլ ընտրովեն, հա, բաց թողում, չինացիներին օքեյ, ֆրանսիացիներին օքեյ, մնացածին 1 միլիոն, ամեն մի նավի բաց թողել է 1 միլիոն դոլար, ուզեմ ասեմ, ինչը որ մտահոգիչ էր Թրամփի համար, ու Թրամփ ասելով, նաև Թրամփը մտահոգված է նաև իր դաշնակիցների համար, իր դաշնակիցների համար, այո, մտավախությունը դու իրավացի ես այդ մտավախություն ունենալու, որ պատերազմը դժվար թե հենց այդպես կանգնի, Նետանյահուի քաղաքական իրավիճակը պետք է նաև ուսումնասիրենք, որը ունի իր երկու այդ ծայրահեղականները, որոնք նրան իշխանության են այսօր պահում եւ որոնք շատ ռադիկալ են տրամադրված հարցերին, այսինքն գնալ միջև վերջ, լուծել հարցերը, հա, ինչպես լուծվեց Գազայի այդ բնաջնջումը, ի պատասխան այդ բանի, հա, այդ հարցակումի, հիմա նույն Իրանի հետ կապված վերջնականապես վերացնենք, հա, այդ իրանական վտանգը, իսկ ամերիկյան Միացյալ Նահանգների կողմից այսօր այդ դա մարդիկ չեն մոռացել, Միացյալ Նահանգներում չեն մոռացել, ինչպես շահը կորցրեց իշխանությունը, ինչպես դեսպանատուները ավերվեցին այդտեղ, հա, եղել են պատմություններ, որոնք Ամերիկայի Միացյալ Նահանգների համար դառը փորձ են եղել եւ այսօր կարելի է ասել նա կարող է նաև հանդես գալ Թրամփը որպես մի նախագահ, որը վրեժխնդիր է լինում այդ տարիներին ամերիկացիներին դեմ արված այդ բոլոր հարձակումները, որոնք նաև ճնշող են նրանց համար եւ այսքանով նրանք կարող են գլուխները վեր, հա, դուրս գալ այս գործից, բայց տեսնենք թե ինչպես կլինի, համենայն դեպս Իրանի ժողովուրդը, իրանցիները բավականին տոկուն են։ Այո, տոկուն են, համառ են, ի պատիվ իրենց կարելի ասել, ընդ որում մենք բազմաթիվ հայրենակիցներ ունենք, որոնք Facebook-ում մտնում են ինչ-որ շնորհավորանքներ են հղում Իրանի հերոս ժողովրդին, որ կարողացավ սիոնիստական եւ ամերիկյան վտանգի դեմ դիմակայել, այդ մարդկանց էլ խորհուրդ, հա, մի քիչ մտածեք, երբ որ նմանատիպ կոմենտներ եք անում, ամեն դեպքում դրանցից որոշներն էլ կարող են տեղ հասնել եւ հասանելի լինել նաեւ Միացյալ Նահանգների համար, ի վերջո դա հակասեմիտիզմի դրսևորում է նաեւ, այո, որը մեզ հարիր չէ, որովհետև մենք իհարկե մեզ հարիր չէ, մենք այսօր խոսում ենք Nvidia-ի միլիարդավոր ներդրումների մասին, մենք այսօր խոսում ենք TRIP-ի մասին, ու ասենք նմանատիպ խոսույթ ձևավորվի, հա, կարելի է շնորհավորել պատերազմի ժամանակավոր դադարի համար, հրադադարի համար կարելի է շնորհավորել, ընդ որում շնորհավորել կողմերին, այլ ոչ թե ասենք միայն իրանական կողմին, հա, էլի Իրանը մեր բարի դրացի հարևանն է, բայց ամեն դեպքում պետքա նաև պատմությունը չմոռանանք, հա, բոլոր բարի դրացիներով հանդերձ ֆիքսենք նաև, որ
այն ռեժիմը, որ այսօր կա իշխանության, նրանք մեծամասնությունը չեն։ Ժողովրդի մեծամասնությունը չեն։ Չենք մոռանում հունվարի վերջին տեղի ունեցած այդ մորթը, սպանությունները, օտորացը, եւ վերջո, օքեյ, մնանք նեյտրալ, բայց վերջո ժողովրդին մաղթենք, որ երկիրը հաղթի, հա, դրանից երկիրը դուրս գա մեծացած, այլ ոչ թե ավիրված եւ նորից մնալով ռեժիմի ձեռքը, որը տանջում է իր սեփական ժողովրդին։ Եվ ի վերջո ժողովրդավարությունը բոլորովին էլ վատ բան չէ։ Հա, դա Հայաստանի օրինակով այն ադապտացված է ամեն երկրում իր սոուսով, եթե կարելի այսպես ասել։ Անգամ Հայաստանի օրինակը իրանցիների համար վարակիչ է, հա, երբ որ մենք տեսնում ենք, թե որքան իրանցի զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան, որտեղ գիտեն Հայաստանում ազատություն է, գիտեն Հայաստանում ժողովրդավարություն է, որպես օրինակ մի ժողովուրդ, որը դրա համը տեսել է շահի ժամանակ։ Նրանք զրկել են, վերջում նրանք զրկվել են, հա, այդ իրենք եղել են ժողովրդավար երկրում, երբ որ մենք ընդհակառակը այդ ժամանակ սովետական դիկտատուրայի մամլիչի տակ էինք, հա։ Եվ իհարկե, երբ որ խոսում ենք դեմոկրատիայի ժողովրդավարությունից, մենք տեսանք, թե ժողովրդավարության մասին խոսելը ինչ առաջացրեց Ռուսաստանում, հա, մի տեսակ այդ երկրում ժողովրդավարությունը ոնց որ արգելված խոսույթ է դառնում, նկատի ունեմ մի տեսակ արևմտյան արժեք, որը ոչ մի կերպով չի համադրվում պուտինյան, հա, եթե հանկարծ Հայաստանի վարչապետը այնտեղ խոսում է, ուրեմն չի ասում, որ քո մոտ բանա դիկտատուրայա բռնապետություն, ասում է ուղղակի մեր մոտ ժողովրդավարությունն է, մեր մոտ ժողովուրդն է ընտրում, թե տեղական մակարդակներում, թե համապետական ընտրություններում, ժողովուրդն է որոշում, ով պետք է կառավարի, ով պետք է ընտրվի, բայց արի ու տես, որ դրանից շատ վատ էին զգացել Ռուսաստանում եւ անմիջապես շարժիչը սկսեց աշխատել, խոսեց իրենց Կիսիլյովը, այն թթու դեմքով մի հատ քաչալ մարդ կա բանում պետական հեռուստատեսությունում։ Ես լրիվ հասկանում եմ բնական քո ռեակցիաները, որովհետեւ այնքան ստորացուցիչ կերպով է այդ էակը, այդ շնչավոր առարկան, ես էլ ավելացնեմ, խոսում, որ ուրիշ բառեր դժվար է գտնել, որովհետև իրոք շատ ստորաբար են մոտենում։ Ողորմելի էր, շատ ողորմելի էր, որովհետև այդ մեծ ռեպորտաժը, որ պատրաստել էին, մեջ օգտագործելով վարչապետի կարկանդակ ուտելը, եգիպտացորեն համտեսելը, կարտոֆիլը մունդիրով ուտելը, այդ ամեն ինչը մանրամասն նկարագրում է, կարծես թե ասենք ինչ-որ մի հատ հրաշքի կամ ինչ-որ սենսացիայի մասին է խոսում ու հետո ռեպորտաժի մեջ սկսում է հայկական արգելված ապրանքների մասին խոսույթ է, այնտեղ ինչ-որ կոնյակ, ցորենի սպիրտով, բայց ամենահետաքրքիրը Արման ջան, այդ ամբողջ այդ բլեֆի 15 րոպեանոց բլեֆի մեջ մի բլեֆ ինձ համար ուղղակի սենսացիա էր։ Պարզվում է, որ Հայաստանից կրկնակի անգամ ավելացել է իշխան ձկան արտահանումը Ռուսաստան, որը իր հերթին ներմուծվել է Նորվեգիայից, ուշադրություն, Նորվեգիայից Հայաստան է ներմուծվել իշխան ձուկ, որտեղից հետո արտահանվել է Ռուսաստան, ինչի, որովհետև ասում են դե կիլանոց ձկներ էին։ Հրաշալի է, ասենք այնտեղ սաղմոնի հայրենիքն է Նորվեգիան, բայց արիուտես թե իշխաններ են գալիս Նորվեգիայից Հայաստան, մենք էլ չունենք ընդհանրապես իշխան, այդպես ներդրում ենք այդ Նորվեգիայի էժան ձուկը, շատ էժան ձուկը, ստանում ենք Հայաստանում ու տես լավ էժան գնով էլ ծախում ենք ռուսներին։ Ընդ որում այն փաստը, որ Նորվեգիայի ձկնամթերքը Ռուսաստան այո մտնում է, բայց մտնում է իրենց սիրելի բացկայի միջոցով, Բելարուսիայի միջոցով, ու այնտեղ վրան գրած է, ասենք, այս ինչ սալմոն բելարուսական, ուզում նայում ես քարտեզ, ուզում ես Բելարուսիայի քարտեզի վրա ինչ-որ մի հատ ծովի կտոր գտնես,
որտեղից որ իրանք սալմոն են որսացել էլի։ Սաղմոն այսինքն։ Իրոք դա շատ զազրելի է եւ էժանագին, հա, այդ նույն ռեպորտաժները, որոնք սովոր ենք մենք տեսնելու, այստեղ հարցը երկրի ղեկավարի իմիջի մասին է, էլի, հա, այստեղ ինչքան ժամանակ դեռ պետք է մեզ խաչիկ ասողները շարունակեն նվաստացուցիչ արտահայտություններ թույլ տալ այդ ռեպորտաժներում կամ երբ որ նույն Վլադիմիր Վլադիմիրովիչը մեր վարչապետի հետ զրույցում մատնանշում է թե ինչու չեն մասնակցում ռուս անձնագրով մարդիկ, այսինքն նա ում է ձեռարում եւ ռուսամետ ուժերը եւ ռուսամետ ուժերը չգիտի, ինքը չգիտի, բայց ես այս ամբողջի մի շատ կարևոր բան նկատեցի, Գագիկ ջան, եւ այստեղ հասկացա ինչքան են իրար հետ կապված այս բոլոր ռուսամետ ուժերը, որոնք ցավոք սրտի օգտագործելով մեր հայրենակիցներին, ցավոք սրտի այն հայրենակիցներին, որոնք չեն ուզում էլի մեր Հայաստանի Հանրապետությունը իր թոքերով շնչի, իր սգերապ ունենա, կարողանա իր գերակաշահով գնալ եւ ինչն է այստեղ շատ հետաքրքիր բան եմ ուզում նշել, եթե հիշում ես ի սկզբանե բանը այդ ռուսաստանցի օլիգարխ Տաշիր Սամոն իր խոսույթի մեջ խոսում էր փոքրիկ խմբակ այդ արտահայտությունը անելուց։ Եթե զգում ես այդ փոքրիկ խմբակը, այդ որ իրենք ասում են, մենք բոլորս հասկացանք, որ իրենք բոլորը շարժում են Ռուսաստանից եկած մեթոդիչկաներով, որովհետև իրենց ելույթներն են ռուսերենից թարգմանած, իրենց խոսալներ են, իսկ ում են դեղեր, որ ունեն այդ դեղերի լայնության չափերն են ասում Մոսկվայից ինչքան անեն, ասում են ինչեր խոսան, ոնց, որովհետև դա շատ ակնհայտ է եւ որովհետև այն նույն, այսպես ասենք, այն նույն կոմունիկացիոն եւ նախընտրական ծրագրերի սխալները, որոնք ռուսները միշտ տենց ունեն, այդ նույն սխալները ես նշмарում եմ Տաշիր Սամոյի այդ ժողովրդի կողմից, հա, ինչ որ անում են եւ այդ փոքրիկ խմբակ արտահայտությունը ես նաեւ ռեպորտաժներում հասկացա եւ Պուտինի խոսքի մեջ, եթե դու հիշում ես, նա խոսքի մեջ ասեց դուք եւ ձեր թիմը, վաշը կոմանդը։ Այսինքն սկսած Ռուսաստանի նախագահից վերջացած բանը Տաշիր Սամոներով նրանք համարում են, որ այն ընտրությունը լեգիտիմ, որ արել է հայ ժողովուրդը, նա դրանք չեն ընդունում, հասկանում եք, այստեղ որտեղ է խնդիրը, ժողովուրդը հասկանանք, որ երբ որ նրանք ասում են խմբակ, նրանք այսինքն նրանք ուզում են լեգիտիմացնեն, հա, այդ ընտրությունը, որ կատարել է հայ ժողովուրդը, եւ նրանց անվանել վաշը կոմանդը, որ լսեք ելույթում նա շատ եւ այդ կոմանդը մեր ձեր թիմը, ձեր խմբակը, ձեր այսինքն բերեն հասցնեն նրանք, որ այստեղ կա մի խմբակ, հա, որը դե ռուսների համար մեզ ձեռք չի տալիս, դա չի արտահայտում երկրի իրավիճակը կամ երկրի կարծիքը եւ մենք քքած ունենք ժողովրդի կարծիքի վրա, որովհետեւ այդ նավարը, որ կարելի է 100,000-ով, չէ, ինչպես իրենք էր ասում, ես իրենց բառերն եմ օգտագործում այդ որ լսել եմ, որ կարելի է 50 դրամով բան են էլի այտենց մարդկանց կենթանիների տեղ են դնում, ինչ-որ գլխականակի տեղ են դնում, իրենց ղեկավարներին էլ ասում են խմբակ, հասկանում եք, այսինքն այստեղ շատ էական կերպով ինչպես էլ մեզ չեն լուրջ ընդունում եւ չեն հարգում մեր պետականությունը։ Հետո եւս մի բան էլի, մեր բոլոր այդ հայրենակիցները, ովքեր ուզելով, այսինքն կամա, թե ակամա մաս են դառնում այդ կարելի ասել իրենց պատմական հայրենիքի դեմ դիվերսիային, որտեղ ես որքան հասկանում եմ, իրենք համարում են իրենց հայրենիքը Ռուսաստանը, Քավլիցի, թող համարեն, խնդիր չկա, այդ իրենց գործն է, իրենց որոշելիքն է, վաղը իրենց երեխաները կամուսնանան Տանյաների ուրիշների հետ եւ երրորդ սերնդում կասեն, ինչպես ասում էր Շախնազարովը, կասեն, որ մենք ընդհանրապես հայ չենք։ Խնդիր չկա։ Սովետի ժամանակով բոլորը դա անում են պարտադրված եւ վախեցած, որովհետեւ միակ տեղը կարելի է փախնել դա Պոլշան էր ու Յուգոսլավիան էր, այսօր ցավոք սրտի եթե իրենց համարում են գերի այդ ռեժիմի եւ ստիպված են այդ արտաբերումներն անում, ստիպված են գնում եկեղեցիների Մոսկվա եկեղեցիների դիմաց կանգնում եւ Փաշինյանի
ասել կուզի երկրի իրենց երկրի ղեկավարի, դա կարելի լինի Փաշինյան, դա կարելի լինի Պողոսյան, այստեղ հարցը անձը չէ, բայց դուք սիմվոլն եք վառում ձեր սեփական երկրի։ Եթե դուք գերի եք ընկած, իմացեք, որ Օվերչուկներ ով էր դրանցից, ինչով Չուկերից մեկն ասեց, հա, որ ասեց այդ ինքնաթիռը կարող է չգալ, բան Թող ինքնաթիռներ չգա։ Լավ եղբայր, գազը արդեն Եվրոպան էլ չի առնում այդ գազը, այդտեղ էլ հաճախորդ չունեք, մենք էլ չենք առնի, բայց ինչ գիտեք մենք այդ գազը որտեղից կստանանք նույն գնով։ Ինչ գիտեք, որ մենք այդ գազը շատ մոտիկ տեղից որտեղից բենզինստացիա գազը չենք ստանա։ Արման ջան, ինչ գիտեք դա։ Այստեղ մի հատ ուրիշ բան էլ կա, հա։ Բոլոր այդ հոռետեսները թող նայեն վարչապետի գովքը չեմ անում, թող նայեն ուղղակի, որ երկրի վարչապետը ամեն օր գնում է ինչ-որ մի նոր ձեռնարկություն, ինչ-որ մի նոր ձեռնարկություն, թող նայեն, թող հիշեն, թող համեմատական տանեն, հա, որ Հայաստանում կարող է լինի այս մակարդակի, այս որակի, ասենք սուպեր ջերմոց, սուպեր այգի, ամեն ինչը սուպեր, որտեվ արտադրանքը նայում ես, ուղղակի ասում ես, չեմ հավատում ես իմ աչքերին։ Հայաստանը այսօր այդ վիճակում է, Հայաստանը այն վիճակում չի, ռուսները անդադ իրենց պատկերացնում են Հայաստանը իրենց պատկերացրած, էդի այն ցուրտ ու մութ տարիների Հայաստանն է։ Այն որ մի բան իրենց պարադիգմայի մեջ դա է մտած, որովհետև մենք պետք է լինենք նմանապես, ոչ ավել, ոչ պակաս։ Այդտեղ սովետական միությունում մենակ Մոսկվան ու Լենինգրադն պետք է լավ ապրեն, գրփեն, այդ աշխարհակերների որջն է, Մոսկվա եւ Պիտեր։ Մնացած բոլոր քաղաքները, եթե պետք է լինեն sense, այն որ 50-100 հազար ռուբլով գնում են պատերազմում մեռնեն, այդ նույնն է պետք է մտածեն մեր մասին, էլի, ու չեն մտածելու որ մենք պետք է լավ ապրենք։ Ես հենց այդ եմ ասում, էլի, այդ մարդկանց ամեն դեպքում իմ հույսն է, որ իրանց մեջ հային չեն կորցրել։ Ամեն դեպքում գոնե ներսում այո, չկորցնա եւ թող իմանան ինքնաթիռները դեռ աշխատում են, սիրելի հայրենակիցներ ջան։ Եթե դուք ձեզ գերի եք համարում, զորով մի կանգնեք այդտեղ, գոռացեք Պուտին, Իցարիա, ամբողջ աշխարհը սպասում է եւ պետք է վերջի վերջո այդ տարիքից ազատ։ Եվս մի բան էլ ես ասեմ, օրինակ մեկ կա տենց խոսույթ, որ հեսա կտեսնեք, հեսա Պուտինը հայերին Ռուսաստանից կարտաքսի, էսկանի, նախ չի արտաքսի, որտեվ հայերի նման ստեղծող, արարող ժողովուրդ Ռուսաստանում կարելի ասել չկա, չեմ ուզում վիրավորել, բայց կենտրոնական Ասիայի ժողովուրդները հիմնականում այլ որակավորման աշխատանք են կատարում այնտեղ, հայերը իրականում կառուցում են, իրականում ստեղծում են, իրականում կառավարում են, եւ եթե դուք պատրաստ եք այդ հայերին ձեր երկրից վռնդելու, հա, չնայած երբեք իրանք տենց բանի չեն գնա, հա, մենք կարանք օրինակը հիշենք, Հայաստանը ընդունեց, ես էլի եմ հաղորդման ժամանակ ասել, իր 120,000 արցախցի հայրենակիցներին ով էլ չարեց, եւ ամբողջ աշխարհը ապշած էր մնացել, թե ոնց կարողացավ այդ փոքր Հայաստանը 2.5 միլիոնանոց ընդունի հաշված ժամերի ընթացքում 120,000 մարդու տեղավորի ու մինչև օրս էլ այդ մարդկանց խնդիրներով զբաղվի։ Ըստ իս մտահոգվելու ունեն Տաշիր Սամոն, որին կարող է ունեզրկեն, քանի որ իրեն արժև դրված զադանիան լավ չկատարեց եւ կարող է զրկումն, որում կարա լինի Ռուսաստանից։ Մոսկվայում թաքնված սուտի փախած կերած փողերը, թաքնված սուտի հայրենասերները, սուտի այդ եկեղեցասերները, որոնք տենց կազմակերպում գալիս են, ոչ նորմալ հայերեն են կարող խոսան, ոչ նորմալ ռուսերեն են կարող խոսան, ոչ նորմալ այդ մարդիկ ինձ թվում է եթե նրանք ազատազրկվեն, բանտում հենց այդ մոսկովյան բանտերում ժամանակ ունենան գոնե նստել եւ սովորել ռուսաց լեզուն կամ հայոց լեզուն, էլ արդեն ոնց կուզեն, բայց մտահոգվելու ունեն շատ ավելի իրենք, քան մեր հայրենակիցները, որոնք այս տասնյակ տարիների ընթացքում ստիպված արտագաղթել են, գնացել են ապրուստի միջոց հայթայթելու եւ այսօր դեպքերի բերումով եւ ընդհանրապես նրանք ապրում են Ռուսաստանում եւ նրանց ընդհանրապես ուզում ենք ասել մի վախեցեք, ինչպես որ մենք չենք վախենում։
Եվ եւս մի բան, էլի կրկին մեր Ռուսաստանում ապրող առայժմ մեր հայրենակիցներին, եթե իրենց համարում են մեր հայրենակիցներ, հա, հայ ժողովրդի զավակներ, հիշեցնեմ, թե ինչ էր ասում այդ խոսացող բեղերը Պուտինի, ասել է թե Պեսկովը, որ իրենք իրենց իրավունք են վերապահում հետևել Հայաստանի ներքաղաքական կյանքին, ասել է թե իր ակնարկայինա նաև միջամտել ցանկության դեպքում կամ անհրաժեշտության դեպքում, այնպես որ եթե դուք ձեր հայրենիքի նկատմամբ մի այսքան սեր, պատկառանք, հարգանք ունեք, ուրեմն մի տրվեք այդ մանիպուլյացիաներին։ Եթե ինչ-որ մի հատ, չգիտեմ, ինչ-որ մի Ռուսաստանի մարզի, հա, Օրենբուրգի, ինչ-որ ես իմ Կոմսոմոլսկայա բանի շրջանի միլպետը քեզ ասելա Վաչո ջան, слушай, Վաչիկ, գնում ես Հայաստան, քվեարկում ես там кто-то есть у вас за него, քեզ էլ 50,000 ռուբլի փող ենք տալի, այդ 50,000 ռուբլը Վաչիկը հենց հետ գնաց, հենց այդ նույն Իվան Իվանովիչը իր ձեռից այդ փողը վերցնելու է։ Եվ Այո, եւ հենց մի քիչ տենց վախի մթնոլորտի մեջ եք, խնդրում եմ դուք ոչ թե ձեր ORT-ով կամ RTR-ով կամ Vesti-ով նայեք, բայց փորձեք այլընտրանքային մեդիայով նայել արդյոք տղաները Գուլայ Պոլեից, Կուպյանսկով անցել են մյուս գյուղը, թե այդ նույն գյուղերի շուրջ են փորձում գրավել այս 5-րդ տարին արդեն։ Հա, ու մտածեք նաև, թե այն 1000-ից ավել, ես չեմ ուզում թվերի մեջ խորանալ, միգուցե թվերը ճիշտ չեն, բայց ամեն դեպքում 1000-ից ավել, միգուցե մի քանի հազարի հասնող հայերը, որ իրենց կյանքը տվեցին, չգիտես ինչու եւ չգիտես ում համար, այդ թող դրա մասին մտածեն։ Ուկրաինական դաշտերում ազատացի։ Ես ասում, ես այդ թիվը չգիտեմ, Գագիկ ջան, ես նույնիսկ չէի էլ ուզի այդ թիվի իմանալ, որովհետեւ ես էլ չեմ հնչեցնում, որտեվ լսել եմ։ Մենք հայերս մեր ամեն մեկը մի հոգի մեր համար թիվ է եւ նշանակություն ունի եւ այդ մի հոգին պետք է, այսպես ասենք, պետք է գոնե վնաս չտա երկրին, այսպես ասենք, եւ եթե հնարավոր է օգտակար լինի երկրին։ Նույն Միացյալ Նահանգները, հա, ամերիկացին կարող է կանգնի եւ հայհոյի, դե մեծամասամբ, չեմ ասում բոլոր ամերիկացիները, կարող է կանգնի եւ հայհոյի Թրամփին, բայց երբ որ դու իր կողքին միանաս, դու նույնպես հայհոյես Թրամփին, կասի հոп, ինքը իմ պրեզիդենտն է, ես իրան ընտրել եմ կամ չեմ ընտրել, ես կարող եմ, դու ով ես։ Այո։ Հիմա երբ որ մենք խոսում ենք մեկ մարդու, մեկ հայի արժեքի մասին, ես մի օրինակ էլ բերեմ, հետո խոսքը փոխանցեմ քեզ։ Այսօր ես ինչ-որ շատ խոսեցի, էլի։ Միացյալ Նահանգները ուներ 2 սպա, որոնք գերի էին, գերի չէին ենք, ներողություն, իրանական սարերի վրա էին։ Վթարի ենթարկվելուց հետո կատապուլտ են եղել եւ իրանական սարերի վրա են։ Օպերացիային մասնակցեց 200 միավոր ավիացիա, 2 մարդ փրկելու համար, էլ դե չհաշվենք, իրենք ասեցին դա ռազմական գաղտնիք է։ 200 միավոր ավիացիայով ինչքան դեսանտայիններ են մասնակցել, հատուկ նշանակության զորքեր են մասնակցել, դրա մասին չեմ խոսում։ Բոլոր այդ կողմ տանող ճանապարհները ես նայում եի, ոչնչացել են ամեն 100 մետրում մեկ այդ ճանապարհները փոսել, հա, ոչնչացել են, որ չկարողանան իրանցիները գնան դեպի այդ նշանակը, որտեղ այդ GPS-ով գտնվում էր իրենց օդաչուն։ Այսինքն այդ օդաչուի կյանքը ինչ-որ կարևոր է։ Մենք խոսում ենք մարդակենտրոն, հա, նաև այդ իշխանության մասին եւ մի հարց կա, որին ես չգիտեմ քանի րոպե ունենք, բայց ես փորձեմ արագ անդրադառնալ։ Խնդրեմ ես թույլ տաս ինձ անդրադառնալ նաև մի տեսակ այս սփյուռքյան անցուդարձերին, ուրեմն իմացանք, որ այստեղ հայ հեղափոխական դաշնակցությունը, որը այդպես էլ մտածում է եւ կարծում է, որ Սփյուռքի շարժիչ ուժն ու լոկոմոտիվն է, լինելով շատ փոքր-փոքրամասնություն, որոշել են այստեղ Եվրոպայում, մասնավորապես Փարիզում հրավիրել այդպես մի ժողով, հա,
որը պետք է հավաքի հաշատարակ կերպով, հա, ասենք 3 անոնսեցին, այսօր վաղը թե մյուսօրը պետք է հավաքի։ Անվանումը շատ հետաքրքիր է, զորաշարժ։ Այո, զորաշարժ, դու դա ինչ հետաքրքիր զգացի, չէ՞, զորաշարժը ինքը իր մեջ, այսինքն նրանք զորաշարժ, այսինքն երբ որ մենք Ղարաբաղյան կոնֆլիկտ, երբ որ պատերազմ ա լինում, այդ մեկ օրում տեն զորաշարժ չկա, զգացինք, չէ՞։ Բայց հենց ու նայում ես տեքստը կարդում ես, այդ տեքստը նորից ասում ես, այմար, տեսել են Կրեմլում գրել։ Հա։ Էսել է Կրեմլում գրված էլի, որովհետև երբ որ խոսում են Արցախի թեմատիկայից, այդտեղ ասում են, որը հայ իշխանությունները հանձնեցին, չէ՞, այդպիսի խոսույթի մեջ է, չէ՞։ Եվ ով է ընդհանրապես ասում, կամ ընդհանրապես ով է միշտ առաջ բերում Արցախի թեման, կամ ինչու էքսպլուատացնել ցեղասպանության թեման, ինչու մտածել, որ Հայաստանի Հանրապետության ընտրված ցանկացած ղեկավար կարող է փորձել ուրանալ հայոց ցեղասպանությունը։ Բնականաբար դա չի կարող լինել, բայց միևնույն ժամանակ եթե սփյուռքում կան ուժեր, որոնք մանիպուլացվում են, որպիսի երկրների մարդկանց միությունների շահերից ելնելով ինչ որ այսպես ասենք, հա, դրդումներ դեպի Թուրքիան, այն պարագային, երբ որ այսօրվա Հայաստանի Հանրապետության քաղաքականությունն է բացել ճանապարհները, գնալ դիալոգի եւ բոլոր հարցերին մոտենալ ոչ թե այսպես ասենք պատերազմական լծված այս մտադրություններով եւ պասերով, որովհետեւ հենց իրենք դա ասում են, Մոսկվայից հրճում է հետեւել արտահայտությունը։ Եթե լինի պատերազմ, մենք հայերին կօգնենք։ Լսեք, վերիք էլի, պես ոնց օգնեցիք Ջերմուկում։ Ասենք, բոլորս հասկանում ենք, որ ֆրծնում ենք, թե Ղարաբաղ էր, չէ՞, Պուտինի լեզու բերանից տեսեցինք, Ղարաբաղն էր դա, այդ ODKB-ն ոչ, դա Ջերմուկն էր այս տվյալ պարագայում եւ երբ որ դա օգտագործում է եւ սանով սահմանափակ են, որտեղ կարիք էլ չկա նույնիսկ դրանց գովազդելու, ինչքան դա շատ ուղղակի տհաճ է, որ երբ որ իմանում ես, որ այդքան մոբիլիզացիա են ինչ որ կատարում, որ ընդամենը ռուսական այդ այսպես ասենք խոսույթ առաջ տանելու, ընդամենը Ռուսաստանին, այմար տես մարդիկ չեն խրատվել սխալներից, բերելու նորից ռուսական տիրույթի մեջ, որտեղ իրենց ես համոզված եմ իրենք էլ չեն հավատում, բայց քանի որ իրենք, չգիտեմ, դա ֆինանսավորում կկոչես, դա այսպես ասենք ուժ որպես այդպիսի փորձենք ունենալ դիասպորային այսպիսի մի ուժ, խոսում են փափուկ դիպլոմատիա, որը կարող է ի հակառակը Հայաստանի գործել։ Լսեք, Հայաստանի Հանրապետությունը իր դեսպանատներով, որոնք մեկը մյուսից շքեղ են, հեսա Փարիզին շուտով կբացվի, հիանալի մի շենք, իր ուժը կարող է ցույց տալու եւ այդ թույլ տվեք Հայաստանի Հանրապետության դիպլոմատիան որոշի Հայաստանի ժողովուրդը իր ընտրված ղեկավարության հետ միասին եւ դուք էլ հետևեք դրան, եթե դուք ուրիշ ժամանակներում ուրիշ գործունեությամբ զբաղված հիմա մնացել եք անգործ եւ չունեք որևիցե աշխատանք եւ որի չէ դե որ ինչպես էր այն ժամանակ աշխատանք էր դա չէ որ հելնել անընդհատ դիմադրել եւ անընդհատ բայց այսօր ում դեմ եք դիմադրում ձեզ սեփական ժողովրդի ինչ եք հրահրում երբ որ խոսում եք վերադարձի իրավունքից դեպի Արցախ ինչն եք ուզում եք ասել որ մեր Արցախից վերադարձածները ուզում են գնալ ադրբեջանական անձնագրով ապրել Արցախում այսինքն որ այդպես որ մենակ խոսում եք ինչն է դրա արդյունքը որովհետեւ նույն բանը Ռուսաստանն ասում է եկեք հասկանանք խեք այդ բոլորը մի ձայնի տվել դե Արմեն ինչպես ասում են մտածելու տեղիք տալով հա այո շարունակությունը երեք գլուխների նույն ձևով իրենց մատնել եւ իրենց մեթոդիչկաները ել ավելի ակնառու դարձնել ժողովրդի համար թե ինչքան իրենք սիրում են Ռուսաստանը այլ ոչ թե Հայաստանը դե շարունակությունը կլինի բնականաբար մեր ուրբաթ կիրակնորյա ամփոփիչ հանդիպման ընթացքում մինչև էդ էլ կհասկանանք աշխարհը որ ուղղությամբ է գնում
Շնորհակալություն։ Եվ հատկապես Հայաստանը, ես եմ շնորհակալ, եւ հատկապես Հայաստանը որտեղ է, որ պետք է գտնվի եւ ավելի ուժեղանա եւ հայ ժողովուրդը վերջի վերջո, այսպես ասենք, պատվով անցնի այս հունիսի 7-ի ընտրությունները եւ հունիսի 8-ում շարունակի հավատալ եւ ապրել իրոք հիրավի ամրապնդված եւ դեմոկրատիկ Հայաստանի Հանրապետությունում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Վերջում հիշեցնեմ, որ Երևան-Փարիզ ձևաչափով Փարիզից ինձ հետ աշխատում էր Արման Հավաքյանը, ամենայն բարիք ձեզ։